Այդ կարող է պատասխանեք երկու հարցի։ Արգել լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի տեխնացու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։ Այսքանը շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ, Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանի կանդազի գործով առաջին դատականիստն այսօր ավարտվել է խափանման միջոցի փոփոխությամբ։ Դատականիստի ընթացքում հանրային մեղադրողը միջնորդել էր եւս 3 ամսով երկարաձգել Ավանեսյանի կալանքի ժամկետը, սակայն դատավոր Սարգիս Դադոյանը որոշել է մերժել այդ միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ հետախույզի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Հիշեցնենք, որ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28-ին։ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ գործն ուղարկել նոր քննության։ Միաժամանակ դատարանը վերացրել է Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը, սակայն բացակայելու արգելքը մնացել է անփոփոխ։ Անցած հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր էր ճանաչել հեղաշրջման կոչ անելու հոդվածով եւ դատապարտել ազատազրկման։ Սրբազանի փաստաբան Արա Զորաբյանը տեղի ունեցածը համարել է խիզախ որոշում։ Զորաբյանը հավելել է, որ դատարանը մերժել է նաև դատախազի բողոքը, որով վերջինս պահանջում էր 2.5 տարվա ազատազրկում։ ԲՀԿ առաջնորդ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորի տեխնացու Գագիկ Ծառուկյանին անձեռնամխելիությունից զրկելու միջնորդություն է դատախազությունը ներկայացրել ԿԸՀ, հայտնել են կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Արդյոք երկու դատավորների մասնակցության անհնարինությունը։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը կասկածի տակ է դրել սահմանադրական դատարանի անաչառությունը, նշելով, որ այն ներկայումս չի համապատասխանում անկախության, անվախության եւ քաղաքական չեզոքության չափանիշներին։ Վարդևանյանը հատկապես անդրադարձել է սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությանը քննվող գործընթացին։ Նա նշել է, որ հունիսի 21-ին ՍԴՆ չի ընդունել Սաֆարյանի մասնակցության անհնարինության մասին որոշումը անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով, ինչի վերաբերյալ ինքը հատուկ վարկած ունի եւ պատրաստվում է ներկայացնել դատարանում։ Վարդևանյանը պնդել է, սահմանադրական դատարանը ունի բավարար հիմքեր կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու համար։ Սահմանադրական դատարանը ունի բոլոր հիմքերը ԿԸՀ որոշումը անվավեր ճանաչելու, որին հաջորդում է թվով 3 որոշման հնարավորություն։ Ընտրության արդյունքները անվավեր ճանաչել, նշանակել երկրորդ փուլ, սահմանել մանդատների պաշտման կարգ։ Սա իսկապես բացառիկ ընտրություններ են, որ 3 որոշումներն էլ կյանքի իրավունք ունեն։ Իհարկե դրանք կամ տրամաբանությամբ են, բայց սա իսկապես շակերտներում աննախադեպ ընտրություն էր, որի ելքը իսկապես ակնհայտ է։ Քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել այս ընտրություններում։ ԵԱՏՄ երկրների վերջին խիստ հայտարարությունից հետո, այն է ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել Հայաստանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, պետք է որոշել Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ երկիր, թե ոչ։ Իմ գնահատմամբ, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն Եվրասիական տնտեսական միությունը հայտարարում է ինքնալուծարման մասին։ Եվ մենք պետքա ստեղից արդեն հետևություններ անենք, էլի եմ ասում։ Հիմա հարցը շատ հստակ պետքա լինի պատասխան, կա թե չկա։ Եթե կա, մենք կդիրքավորվենք։ Եթե չկա, էլ դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանում։ Մայիսի վերջին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ Երևանին հորդորել էին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Կառավարությունը 1 տարով երկարաձգել է ինտենսիվ այգիներ շահագործողների վարկի մարման ժամկետը։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Այս նպատակով շահառուն մինչև սեպտեմբերի 1-ը պետք է դիմի բանկին եւ ներկայացնի համապատասխան փաստաթղթեր։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստում նշել է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքների մեղմացմամբ։ Ինտենսիվ այգիգործության զարգացման պետական աջակցության ծրագրի շրջանակում նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թվականը իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհյունում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է արդեն իսկ կամ կլրանա 2027 թվականի հուլիսի 31-ը մինչև ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվի 1 տարի ժամկետով եւ տրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ։
Բամբակգետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին եւ երեխաների մարմինները գտած ջրասուզակ Վահե Մելքոնյանի ներքին գործերի նախարարը պարգևներ է հանձնել։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է ամբասիր ծառայության համար մեդալով։ Երեկ երեկոյան երրորդ անգամ Արցախի դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ բերման են ենթարկվել Հայ հեղափոխական դաշնակցության Հայ երիտասարդների միության 2 անդամներ։ Միությունը հայտարարություն է տարածել կատարվածը որակելով ապօրինի քայլ եւ պայքար հայկական հիշողության դեմ։ Մեջբերում 3 օր է Երևանի քաղաքապետարանի ուղիղ հրահանգով Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թվականին այդտեղ քաղաքացիների տեղադրած Արցախի դրոշը։ Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդների միության անդամները բոլոր դեպքերում անմիջապես վերականգնել են դրոշը։ Երեկ երեկոյան երրորդ անգամ վերականգնելու փորձի ժամանակ ապօրինի բերման են ենթարկվել Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդների միության 2 անդամներ։ Մեջբերման ավարտը։ Մի տարի առաջ հիմնադրեցինք մեր ձև շարժումը, ունեինք ընդամենը մի քանի տարի։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը տեսաուղերձով հայտնել է, որ ուրբաթ ժամը 13-ին հանդիպելու են իրենց ուժին ձայն տված մարդկանց հետ Տաշիր արենայում։ Ուրբաթ օրը ժամը 1-ին ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժի համար ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք։ Չվերցնել մանդատն է ճիշտ, թե վերցնել։ Ճանապարհները պայքարի ճանապարհների քննարկումը իհարկե օրենքի շրջանակներում եւ դրանից հետո էլ կարծում եմ որ կլինի շատ էմոցիոնալ, շատ հախուռն եւ հետաքրքիր քննարկում, հարց ու պատասխան եւ տեղեկատվական առումով նաեւ որակյալ եւ դրանից հետո ես եւ մեր ընկերները կշարժվենք համանդրական դատարան, որպեսզի պաշտպանենք, քանի որ այդ օրը նիստ է լինելու ընտրությունների կեղծիքների դեմ, որպեսզի պաշտպանենք մեր հայրենակիցների ձայները։ ՄԱԿ-ի որակավորում ունեցող փրկարարական մասնագիտացված ջոկատներն արդեն մեկնում են Վենեսուելա, աղետալի երկրաշարժի գոտում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Կարակասից մոտ 160 կիլոմետր հեռավորության վրա 1 րոպեից պակաս միջակայքով գրանցվել են 7.2 եւ 7.5 մագնիտուդ ուժգնությամբ 2 հզոր ստորգետնյա ցնցում։ Ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է 164 զոհի եւ շուրջ 1000 վիրավորի մասին, սակայն ԱՄՆ երկրաբանական ծառայությունը կանխատեսում է զոհերի թվի անհամեմատ մեծ աճ։ Ընդդիմադիր շրջանակները հայտնում են 11000 անհետ կորածի մասին, թեև այս ցուցանիշը հիմնված է միայն համացանցից ստացված եւ դեռևս չփաստագրված տվյալների վրա։ Դոնալդ Թրամփն ու Մարկո Ռուբիոն պատրաստակամություն են հայտնել օգնելու կապի վերականգնման եւ ավերածությունների չափը գնահատելու հարցում։ Առաջիկա 48 ժամվա ընթացքում միջազգային փորձագետները կփորձեն բարձել աղետի իրական մասշտաբներն ու հստակեցնել տուժածների վերջնական թիվը։ Ճապոնիայում 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Նախնական տեղեկություններով վիրավորվել է 4 մարդ, փլուզվել բազմաթիվ շենքեր։ Էպիկենտրոնը եղել է Հաշիկամի քաղաքը, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.2 բալ։ Ցունամիի մասին նախազգուշացում դեռ չի տրվել։ Թույլ ցնցումներ են զգացվել նաև մայրաքաղաք Տոկիոյում։ Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակից հետո երկրպագուների տոնակատարությունը վերածվել է ողբերգության։ Հաղթանակն այնքան ոգևորիչ էր երկրպագուների համար, որ նրանք դուրս են եկել փողոցներ, նշելու իրենց թիմի հաջողությունը։ Երկրպագուների ամբողջի մեջ մեքենա է մխրճվել, վիրավորվել է առնվազն 17 մարդ, վարորդը ձերբակալվել է։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Պոլտովսկայա կայարանի նավթաբազայում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով։ Տուժածներ չկան, դեպքի վայրում աշխատում են արտակարգ եւ օպերատիվ ծառայությունների մասնագետները։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ուֆայում գտնվող Բաշնեֆտ նավթավերամշակման գործարանների համալիրին։ Հարձակման հետևանքով պայթյուններ են լսվել, գրանցվել է խոշոր հրդեհ, վնասվել են գործարանի առաջնային վերամշակման ենթակառուցվածքները։